Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքացիական ակտիվիստ Հայկ Դորունցի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքին։ Բարև ձեզ Հայկ։ Բարև ձեզ Նարեկ ջան։ Դուք այսօր հայտնի դարձաք Օանավանի եկեղեցում, երբ պատարագի մեկնարկին փորձում էիք ինչ-որ բան ասել, բայց ձեզ թույլ չտվեցին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ֆիզիկապես ուղիղ իմաստով փակեց ձեռքով ձեր բերանը եւ թույլ չտվեց ձեզ խոսել։ Ես անձամբ օրինակ ինձ համար միայն լսելի այդ պահին եկեղեցում լսելի եղավ Ստեփան Ասատերյան արտահայտությունը։ Հիմա քանի որ այս եթերի ընթացքում ձեր բերանը ոչ մեկ չի փակի, կխնդրեմ ձեր ամբողջական միտքը ասել այդ ժամանակ ինչ էիք ուզում հայտարարել։ Ճիշտն ասած, այդ ժամանակ կարողացա էլի ասելիքս ասեմ, Ստեփան Ասատրյան, այստեղ պատարագ անելու իրավունք չունես։ Այդքանը չգիտեմ ինչ կարելի ասել, ասելիքս դա էր, այդտեղ էլ ասեցի, մի քանի անգամ կարողացա կրկնել։ Ափսոս հնարավորություն թույլ չտալու նրան բարձրանալու խորան չունեցա։ Կարողացա այդքանով գոնե իմ անելիքը որպես ակցիա, չգիտեմ, կարծիքի հայտնում, տեսակետի հայտնում, կարողացա այդքանն անել։ Հուսով եմ ավելի շատ նման դեպքեր կլինեն։ Ձեր նպատակը միայն դա ասելն էր, թե նաև ինչ-որ գործողություններ ունեիք, ակցիա պետք է իրականացնեիք, եթե մնայիք ներսում։ Եթե ի սկզբանե ոնց որ ասում եմ եղած հնարավոր լավագույն տարբերակներից մեկը ինքը լիներ, որ ուղղակի թույլ չտայ բարձրանալ խորան, ու որ զգացի այլևս հնարավորություն չկա նման գործողություններ անելու, որոշեցի ուղղակի բարձրաձայնեմ տեսակետս ու եթե ուղղակի թույլ չհանեին այդտեղից, այնքան էի բարձրաձայնելու նույն միտքը, քանի դեռ ընդեղ էի։ Դուք հատուկ եկել էիք այդ միտքը այնտեղ հնչեցնելու համար։ Հատուկ եկել է հնարավորության դեպքում թույլ չտալու բարձրանա խորան։ Բայց քանի որ զգացի տարբերակ չունեմ նման գործողությանց, որոշեցի միտքս բարձրաձայնեմ։ Եվ երբ վանկարկեցիք, ինչ տեղի ունեցավ, կմանրամասնեք, որովհետև մենք լրագրողներս գործողությունների կեսն ենք հասցրել ֆիքսել։ Դե ոնց որ զարմանալի հայացքներ ու հետո մոտեցան ու դուրս հանեցին եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյանը լսեց ձեր հայտարարությունը։ Հավանաբար էլի դե երևի բարձր էի կորում։ Եթե լսել եք դրսից հենց իր հետևն էի կանգնած, երկու շարք հետև։ Շրջվեց, հա։ Չգիտեմ, չեմ նկատել Նարեկ ջան։ Եվ դուք ձեզ որ դուրս հանեցին, հա, դուք դա ինչպես եք մեկնաբանում, գնահատում եք ձեռքով ձեր բերանը փակելը, ինչ կասեք այդ մասին։ Դե բնականաբար ասենք դրական կարծիք չեմ հայտնի, բայց կասեմ, որ դա օրինաչափ է։ Օրինաչափ է այնքանով Նարեկ ջան, որ մեր պետության մեջ միշտ օրվա իշխանությունը նույն հարթության վրա է դրվել իշխանության հետ։ Ու իրավապահ համակարգում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ լոզունգով շարժվելով, ծառայելով օրվա իշխանությանը, կմտածեն, որ ծառայում են պետությանը։ Իմ համար օրինաչափ է այդ գործողությունները, թե ինձ եկեղեցուց հանելը, թե այլևս թույլ չտալը եկեղեցի մտնելը։ Գրի նորմալ է։ Եթե օրվա իշխանությունը գտնում է, որ դա է ճիշտ ու ինքը հնարավորություն ունի դա անելու, անկախ նրանից դա ինչքանով է իրավաչափ կամ օրենքով, գրիվ օրինաչափ է, ինչու՞ չէ։ Այ հենց խնդիրը դրանումն է կայանում, ներողություն Նարեկ ջան, հենց խնդիրը դրանումն է կայանում։ Մենք անդադ խոսում ենք Նիկոլ Փաշինյանից, բայց չենք խոսում այն համակարգի մասին, որը որ թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանին անել այն, ինչը որ ինքը արել է։ Ու այսօրվա անդիմադիր ուժերն էլ իրենք էլ չեն խոսում դրա մասին։ Որ մենք ունենք այսինքն մեծամասամբ չեն խոսում դրա մասին, որ մենք ունենք համակարգային այնպիսի փոփոխությունների կարիք, որոնց բացակայության պայմաններում վաղվա եկած որևէ իշխանություն կարող անգամ ավելի վատը լինել, քան այս իշխանությունը, կամ օրինակ սրա նման լինել։ Այ մենք այդ համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին չենք խոսում, թե օրվա իշխանության ղեկավարը ոչ թե միայն պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի, այլ նաև իրավական
այդ թվում նաև իր պաշտոնավարման ընթացքում, ինչու՞ չէ։ Դրա մասին է խոսքը։ Իսկ այսօր ընդդիմադիր ուժերը որպես կանոն միայն խոսում իշխանության ձգտող ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը։ Միայն խոսում են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյան պետք է գնա, իրենք գան։ Այդ խոսույթի պարագայում ինչ այսօր եղավ, առհասարակ ինչ տեղի է ունենում առավելևս եկեղեցու հետ լրիվ օրինաչափ եմ համարում։ Ձեզ տեսեք այս հրապարակված կադրերից երևում է, որ ոչ միայն անվտանգությունն է ձեզ փորձում լրացնել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի հայտնի աջակիցներից մեկը մեջքից ձեզ այսպես ասած հրում է։ Դուք այլ անձանց կողմից ֆիզիկական ինչ որ ճնշումներ զգացել եք, թե ոչ։ Սենց ասեմ, ճնշում ֆիզիկական, չգիտեմ, այդ պահին տենց հրմշտոց խառը, չգիտեմ, էլ կողքից քաղաքացիական անձանցից եղել են ինձ հերով թե չէ, բայց դե ամեն դեպքում ռեպլիկներ են եղել։ Իմ հնարավորության սահմաններում պատասխանել եմ համարժեք կամ բան էլ ավել, դեն մնացած հետո։ Եվ որ ձեզ դուրս հանեցին, ուր ուղեկցեցին։ Հերու, եկեղեցուց հերու, ինչքան կարողացան հերու տարան։ Ուղեկցում էին ձեզ։ Կնկարագրեք, ինչպես ձեզ հեռացրեցին, քանի հոգով էին։ Դե Նարեկ ջան, ճիշտն ասած, տես մանրամասներ դժվար կարողանամ նկարագրել։ Գնդապետ Ղազարյանը ոստիկանապետն է, հա։ Հա, հետո ինքը մոտեցավ, մի քիչ զրուցեցին, հետո այլ ոստիկաններ ոնց որ կանգնած էին ու ընթացքում որ ուզում էի առաջանալ, ոչ թե որպես տես տևիցս քաշելով չէին թողում, այլ մեծ հաշվով կարելի ասել ասում են իմաստ չունի, ես էլ զգացի, որ իմաստ չունի այլևս գնալ։ Ոստիկանապետը ինչ էր ասում ձեզ։ Անդարտեցնում էր, սենց ասենք։ Իսկ բերման ենթարկելու սպառնալիքներ եւ այլն հնչել են, թե ոչ։ Չէ, նման բաներ չեն եղել։ Պարզապես արգելում էին ձեզ եկեղեցի մտնել։ Դե կարելի է տենց ասել։ Դե որ հանեցին, հետո ոնց որ զգում էի, որ իմաստ էլ չունի, որտեվ գնալու դեպքում ուղղակի մոտենալու պարագայում չեն ասեմ, տենց ուղիղ չենք թողելու գնաս, բայց դե իմաստ չունի, մի գնա եւ այլն։ Լարվածություն չստեղծվի։ Բայց դուք չէիք ասում, որ դա Աստծո տունն է, բոլորի համար դռները բաց են, ինչ հիմնավորմամբ ձեզ չէին թողնում։ Իմաստը Նարեկ ջան, հանելուց չգիտեմ, որ Աստծո տունն է։ Կամ իրենք չգիտեմ, որ ասենք այդ քանան չի թույլատրվում այնտեղ։ Պատարակ մատուցի, իրենք չգիտեն։ Ես եւ դուք պետք է ասենք իրանց։ Իսկ մայր մեզանից լավ քրեական օրենսգրքի հոդվածները իրենք գիտեն։ Իմաստը։ Ասենք ինչ ասե, խղճահարություն փորձի առաջացնի, հա։ Թե ինչ ասեի, իրանց խղճի վրա ազդեի։ Չէ, պարզապես ձեր ազատ տեղաշարժվելու իրավունքը իրացնեիք։ Դե նայ, հիմա ես ուրիշ բան քեզ ասեմ։ Երբ որ ոստիկանն է իմ ազատ տեղաշարժման իրավունքը ինչ որ առումով սահմանափակում, հələ ինչ որ տեղ, հələ հասկանալու է։ Բայց այդ եկեղեցու ծաղագին հերու Արա Զորաբյան, չէ։ Ու եկեղեցու քահանաներից մեկը ուզում էին մոտենալ, իրենց քաղաքացիները չէին թողում։ Իմ մոտ հարց էր առաջան, ոստիկանները կանգնած այնտեղ ինչի չէին արձագանքում, երբ որ մի քաղաքացին խոչընդոտում այլ քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունք։ Դրա մասին էլ կարելի է անդրադառնալ ինձ թվում է։ Ոստիկանների երբ որ շփեղ։ Այստեղ կարևորը ոչ թե որ ոստիկանն է թույլ չի տալիս ազատ տեղաշարժը։ Ինքը ոնց ուզում ալնի այս կամ այն ձևով օրենքով կփորձի հիմնավորել առնվազն։ Այստեղ հարցն է որ քաղաքացին թույլ չի տալիս այլ քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը։ Տասնյակ ոստիկաններ իրանց վերնախավով ամբողջ չեն արձագանքում, չեն ասում ախր քաղաքացիներ դուք ինչ իրավունք ունեք, փակեք այս մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը։ Էդի լրիվ այլ հարց է իմ կարծիքով։ Դուք ակնկալում եք, որ այդ պահին պետք է Նիկոլ Փաշինյանը միջամտի եւ նախ պահանջի, որ ձեր բերանը բացեն եւ այսինքն ձեր ձեռքը ձեր բերանի մոտից հեռացնեն եւ թույլ տան, որ դուք մնաք եկեղեցում, ակնկալում եք վարչապետից նման միջամտություն։ Չէ, Նարեկ ջան։ Բացարձակ։ Ինչու, բայց նա ժողովրդավար է, դիրքերից է հանդես գալիս։ Հիմա
Ես էլ դու էլ գիտեք, որ ժողովրդավար դիրքերից հանդես չի գալիս։ Դու էլ գիտես, չէ՞ դրա մասին։ Անարեք, Դուք զգացիք այսօր Հայաստանը ժողովրդավար է, թե ոչ։ ինչի նկատի ունենք ժողովրդավար ասելով, Նարեկ ջան։ Այնինչ ենթադրում է ժողովրդավարությունը ազատ կարծիք հայտնելու հնարավորություն եւ իր մյուս Ես ոնց որ ասած ոչ թե խորքային պատասխան կտամ, sense մակերեսորեն պատասխան կտամ։ Ժողովրդավարությունը այն է, երբ որ քաղաքացին կարողանում է իր իրավունքները պաշտպանել, անկախ նրանից այդ իրավունքները խախտվում են օրվա իշխանության իրավունքների հետ, թե ոչ։ Հիմա մեր երկրում երբևէ եղել է մեծ հաշվով ու առավել եւս սրացված այսօր, որ քաղաքացու իրավունքները խախտվեն օրվա իշխանության իրավունքների հետ կամ օրինակ քաղաքացու իրավունքների արտահայտումը այս կամ այն չափով խոչընդոտի օրվա իշխանության գոյությանը ու այդ իրավունքները հնարավոր լինի իրականացնել։ Միշտ դրա հավանականությունը քիչ է, չէ՞ եղել, առավել եւս այսօր։ Եվ Հայկ, ձեզ ինչն էր, օրինակ, ինչն էր հիմք հանդիսացել, որ դուք որոշեցիք գնալ այն պատարագին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է եւ ինչպես դուք եք ասում, փորձել թույլ չտալ քահանային բարձրանալ խորան։ Քաղաքական ակցիա էր, այնտեղ ես հոգեվոր ոչինչ չէի տեսնում, որպես քաղաքական ակցիա գնացել էի։ Քահանան էլ գիտի, որ ինքը իրավունք չունի, առավել եւս Նիկոլ Փաշինյանն էլ գիտի։ Քաղաքական միջոցառումների հերթական սերիան։ Դուք կարծում եք եկեղեցում քաղաքական ակցիա էր իրականացվում։ Հա։ Ինտենս էլ կարծում։ Բայց չէ՞ որ օրինակ հոգեվորական իրեն կարկալույց չի համարում։ Հա, ինչ անենք, ես էլ իսկ արամ Նապոլեոն համարեմ։ Ինչա դա փոխում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Եթե ես մտածեմ, որ չգիտեմ, օրենք խախտեմ, ինձ դրա համար նստացնելու են, չէ՞, պատժի են, չէ՞ ենթարկելու։ Հիմա եկեղեցական կանոններով այդ քահանան էլ օրենք է խախտել, չէ՞։ Հիմա ինչա նշանակում ինքը չի ընդունում։ Դե բայց ասում են կաթողիկոսն էլ է խախտել։ Ինչ է խախտել։ Օրենք, այդ եկեղեցական օրենքը ասում են, սա իմ պնդումը չէ, նման հայտարարություններ են անում։ Դե ոնց որ ես ընդհանրապես հայտարարություններ եմ լսել։ Ես ոչ կաթողիկոսի օրենք խախտելն եմ տեսել, ոչ էլ իր ապաշխարելն եմ տեսել։ Հիմա փաստացի կաթողիկոսը ինքն է, չէ՞։ Ասենք իրան կարգալույց արել են կաթողիկոսին։ Կարգալույց չեն արել, չէ՞։ Իրավունք ունի ինքը իր կաթողիկոսական գործունեության շրջանակներում որոշումներ ընդունել։ Իմ կարծիքով ունի իրավունք։ Ես ելնում եմ այդ տեսակետից։ Ինձ ոչ իր ես ոչ իր կարգ խախտելն եմ տեսել, ոչ էլ առավելևս ապաշխարելը։ Եվ առաջ Եթե ես չեմ սխալվում, ներողություն, եթե ես չեմ սխալվում, կան մեղքեր, որոնք ներելի են ու կան մեղքեր, որոնք ներելի չեն։ Իհարկե ես կրոնագետ չեմ, բայց ես արդյոք դա աներելի մեղք է, որի շրջանակներում չի կարող կաթողիկոս լինել։ Ով է իրան եպիսկոպոս կնքել։ Իրեն եպիսկոպոս կնքելուց հաշվի առել են այն մեղքերը, որոնք իրան վերագրվում են այսօր, թե չեն վերագրվում։ Ինչի արդյունքում է ինքը դարել arczepiskopos, հետո կաթողիկոս։ Թռուցիկ է, ամենից շատ թռուցիկ է այս իշխանությանը հարիր։ Ուրիշ բան երևի չգիտեմ։ Եվ ինչ է կարծում այս ակցիայից հետո ձեր նկատմամբ ինչ դիրքավորում կլինի իշխանության կողմից, ուժայինների կողմից, արդյոք դուք կհայտնվեք նրանց թիրախում, թե չէ, նման մտահոգություններ ունեք, թե չէ։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա Նարեկ ջան։ Ես էլ շարունակեմ իմ ակցիայի շրջանակներում իմ գործունեությունը ոչ անելով ընդդիմադիր ուժերին համախմբվել սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն դարձնելու շուրջ,
այդ նպատակին հասնելու համար որպես դա առաջնահերթություն ընդունել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար արդեն շատ երկար ժամանակ դեռ հաջողություն կարելի ասել հաջողություն չունեմ, բայց դեռ ամեն ինչ արժևում է, հուսանք կլինի, որտեղ դրա մեջ եմ գտնում այն հնարավոր տարբերակը, որի միջոցով կարելի է թե համախմբվել, թե իշխանությանը հեռացնել, բայց ինչը շատ ավելի կարևոր է ինձ համար նմանի վերարտադրության անհնարինությունը ապահովել ապագայում, որտեղ առնվազն մեր մոտ ամեն խորհրդարան նախորդից վատն է եղել, իմ կարծիքով։ Ձեր ակցիաները ինչ միջոցով եք, ինչ տարբերակով եք իրականացնում, որտեղ եք իրականացնում այդ սահմանադրության փոփոխության հետ կապված։ Ազատության հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով Թումանյանի արձանի հարևանությամբ հրավերքով եմ հանդես գալի քաղաքացիներին քննարկումներ իրականացնելու հենց այդ հարցի շուրջ, փորձելով ներգրավել քաղաքական ուժերին ու խոսույթ դարձնել հենց դա։ Շնորհակալություն Հայկ հարցազրույցի համար։